Հսկայական փոս է առաջացել Թել Ավիվի Հերզլիա քաղաքում իրանական բալիստիկ հրթիռի հարվածից հետո։ Ենթադրվում է, որ հրթիռային հարվածը Իսրայելի Մոսադ գլխավոր շտաբի մոտակայքում է եղել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է Մոսադի շտաբի և Իսրայելի ռազմական հետախուզության վրա հրթիռային հարձակումը։ Թել Ավիվը այսպես է արձագանքել Մոսադի վրա հարձակմանը։ Իրանն ասում է հրթիռով հարվածել է Մոսադի շենքին։ Բարեբախտաբար ոչ ոք այնտեղ չի եղել, բոլորն Իրանում են։ Իրանի ռազմաօդային ուժերը խփել են նաև Գլիլոդ բազային, կադրերը իրանական տելեգրամ ալիքներն են տարածում, վստահեցնելով, որ հենց ռազմաբազան է այրվում։ Իսրայելի մայրաքաղաքը կաթվածահար է եղել Իրանի հրթիռների տարափից։ Իրանական Ֆարս գործակալությունը պնդում է, որ քաղաքի բնակիչներն իրենց օրվա մեծ մասը անցկացնում են ապաստարաններում, դատարկ են իսրայելական քաղաքների փողոցները։ Իրանի զինուժը վստահ է, թշնամին ի վիճակի չի լինելու երկարատև զինված հակամարտություն վարել Իրանի հետ։ Չնայած մենք որոշակի վնասներ ենք կրել, սիոնիստ թշնամին ռազմավարական առումով անկարող է դիմադրել երկարատև պատերազմին։ Այդ ռեժիմը կպարտվի, սիոնիստական ռեժիմի ողնաշարը կկոտրվի։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է Իրանի հոգևոր առաջնորդին դադարեցնել իրենց դեմ հարձակումները։ Այլապես Իսրայելը սպառնում է Խամենեիին արժանացնել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ճակատագրին։ Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ առաջիկա ժամերին Իրանը ավելի ինտենսիվ հարվածներ է հասցնելու Իսրայելին նոր և կատարելագործված զենքերով։ Այս գիշեր Իրանի ռազմաօդային ուժերը առաջին անգամ կիրառել են ուղղահայաց արձակման թևավոր հրթիռներ, թիրախավորելով Նևիատիմի ավիաբազան ու Իսրայելի Նեգևի անապատում գտնվող ռազմական և հետախուզական կենտրոնները։ Ֆարս գործակալությունը գրում է, որ Իրանն առանց ընդմիջումների մինչև առավոտ հարվածել է Իսրայելին։ Իրանի բնակիչները ֆիքսել են գերձայնային հրթիռների արձակման պահը, դրանք լուսավորել են իրանական երկինքը, սլացել դեպի Թել Ավիվ և ուժգին հարվածներ հասցրել Իսրայելի մայրաքաղաքին, թիրախում են եղել նաև Երուսաղեմն ու Լոդուն։ Իրանից արձակված հրթիռների մեծ մասը հարվածել է ավտոբուսի կանգառի, մի քանի ավտոբուս վնասվել է, հրդեհ է բռնկվել, զոհերի մասին տեղեկություն չկա։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հրապարակել են մի տեսանյութ, որում երևում է ինչպես է իսրայելական կողմը որսում Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքերը։ Այս գիշեր իրանական կողմը կրկին ծանր կորուստ է ունեցել։ Իսրայելը հայտնել է Իրանի ռազմաօդային ուժերի շտաբի նորանշանակ պետ Ալի Շադմանիի սպանության մասին։ Իրանը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել գեներալի մահվան լուրը։ Ալի Շադմանին հազիվ 4 օր է այդ պաշտոնում էր, փոխարինում էր Ղոլամ Ալի Ռաշիդին։ Նրան իսրայելական ուժերը սպանել էին ռազմական գործողություններն սկսելու գիշերը, հունիսի 13-ին։ Հզոր պայթյունների ձայներ են շարունակվում լսվել իրանական խոշոր քաղաքներից։ Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հարվածել է Իրանի արևմտյան մասում գտնվող ռազմական թիրախների, զինամթերք արտադրող գործարանների, որոնք մահվան գործարաններ է անվանել Իսրայելի վարչապետը։ Մենք շարունակում ենք համակարգված կերպով ոչնչացնել միջուկային թիրախները, մեկը մյուսի հետևից շարքից անում ենք զինամթերքի գործարանները։ Թեհրանի որոշ շրջաններում ուժեղացվել է օդային պաշտպանությունը։ Այս տեսանյութում երևում է, թե ինչպես է իրանական ՀՕՊ-ը որսում իսրայելական հրթիռները։ Իսրայելից արձակված որոշ հրթիռներ էլ պարզապես չեն հասել Իրանի տարածք, տեխնիկական սխալի պատճառով ընկել են հենց Իսրայելում։ Հասմիկ Սերոբյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։